Դե ինչացիելի հեռուստադիտողներ, վերադարձան գովազդից եւ ասենք, որ արդեն տաղավարի իր հատվածից մեզ է միանում մեր շատ սիրելի հոգեբան Մարիամ Մեհրաբյանը, իհարկե տոնը նախատոնական է, օրը նախատոնական է, բայց չենք աղշրջանցել, շատ կարևոր թեմա, վերջին օրերին բավականին մեծ աղմուկ հանած, խոսքը գնում է կանանց նկատմամբ բռնության եւ առհասարակ բռնության մասին, եկեք զրուցենք եւ հասկանանք որտեղից է ծագում, ինչի համար եւ ով պետք է կրի պատասխանատվություն։ Մարիամ, ողջույն։ Բարի լույս, թող օրը լինի բարի եւ առանց բռնության, բայց կանխարգելման նպատակով արդեն որերորդ անգամ մենք այս տաղավարից խոսելու ենք, վերլուծելու ենք, որպեսզի մարդիկ իմանան երբ է ծագում բռնությունը եւ երբ է սկսում պաշտպանությունը։ Այո, Մարիամ, իսկապես ինչպես նշեց գործընկերս, այսօր նախատոնական էր, կուզենայինք խոսել շատ ավելի տոնական թեմաների շուրջ, բայց վերջերս եւ վերջերս քանի օր համացանցում եւ բոլորիս ընտանիքներում այս թեման իսկապես հանգիստ չի կարողանում թողնել մեզանից յուրաքանչյուրին, հասկանալով հանդերձ, որ սա շատ լուրջ թեմա է, երբ նորից ու նորից կինը բռնության է ենթարկվել եւ տարիներ շարունակ լռել է, ապրել է այդ իրավիճակի մեջ։ Եկեք հասկանանք, թե որտեղից է գալիս այս խնդիրը եւ ովքեր են այս ահավոր միջադեպի պատասխանատուները։ Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ, որ նաև նախատոնական օրը մենք բոլորս լծված ենք այն գործին, որ հասարակությունը օր եւ ժամ չի ճանաչում առողջ ապրելու համար, իսկ առողջ ապրելը այս դեպքում, երբ բռնությունը տոկոսային պրոգրեսիայով աճում է, մենք պարտավոր ենք ձեռքերը առանց ծալելու այս ուղղությամբ աշխատել։ Այո, իմ աչքից չի վրիպել համացանցում այն ահագնացող տեսարանը եւ վերլուծությունը, որը երկու բևեռում ուղակի ապշեցնում է, երիտասարդ կնոջ հանդեպ սեփական ամուսնու կողմից մահվան ելքով կատարված պատահարը։ Չխախտելով նախաքննության որևէ կանոն եւ օրենք, ես պարզապես ուզում եմ ընտանեկան բռնության ծագող արմատներին անդրադառնալ։ Այս անգամ բացառապես երիտասարդ կանանց, ովքեր որ 20+ տարիքում սիրահարված են, սիրուն գերի ամուսնացել են, ապրում են որևէ մարդու մոտ, ով արդեն բռնարարի իր կերպարը ցույց է տվել, ինչպես նրանց ճանաչել։ Եթե շատերը, շատ ընտանիքներում, հատկապես այստեղ եմ հրավիրում տղաների մայրիկներին, իրենց տղաներին սովորեցնում են եւ փափուկ բարձ դնում նրանց գլխի տակ, նաեւ այնպես հորդորում, որ գիտես տղաս, դա խստության, դա կնոջը դաստի առակելու որևէ մեթոդ է, երբ ծեծում ես նա պետք է գնաս սենյակի խորը անկյունը, ուրեմն դա է կնոջ իրական կերպարը, իսկ երբ ծեծում ես նա գնում է դեպի դուռը, ուրեմն ձեր հարաբերությունները չեն ստացվի, բավ է։ Դադարեք դաստիարակության այս արատավոր երևույթը տարածել, որովհետև հենց ձեր տղաները հայտնվելու են ճաղերի ետևում, դառնալու են դժբախտ ճակատագրերի տերեր, իսկ ողբերգությունը ձեր ընտանիքի վերնագիրն է լինելու։ Այսօր, երեկ եւ վաղը մշտապես տեսնում ենք, որ 22-ամյա աղջկա ճակատագրին շատերն են արժանացել։ Ինչ է տեղի ունեցել։ Ականատեսների խոսքերով բռնությունը սկսվել է նույնիսկ քաղաքի կենտրոնում եւ շատ երկար, ինչպես հասկանում ենք, մենք արդեն մահվան ելքը գրանցված է Գեղարքունիքի մարզում, դեռևս կարծում եմ շատ մանրամասներ կպարզվի, բայց այդ օրը չի ծագել բռնությունը։ Աղջկա ընտանիքը համացանցը ողողել է իրենց գրառումներով, որը արդեն ուշացած է, սիրելի աղջկա ընտանիքի անդամներ, այսինքն ընտանիքներ, որտեղ մեծանում են աղջիկներ, կարողացեք, երբ ձեզ ահազանգում են, երբ տեսնում եք որևէ կապտուկ եւ քերծվածք, կարողացեք ձեր աղջկան տեր կանգնել, բացատրել, որ նրա քայլերը բռնության հետքերը չեն, նրա քայլը դեպի ապագան գնալն է, որովհետեւ որևէ ընտանիք չի կարող առողջ եւ երջանիկ համարվել, եթե կան ապտակներ, եթե կան քացիներ, եթե կան այնպիսի հետևանքներ, որտեղ որ տղայի ձեռքի մեջ ասում է հայտնաբերվել են աղջկա մազերը։ Այո, սա ծեծի եւ բռնության ամենատարածված օրինակն է, մենք չենք հարմարվելու այս տեսարանի հետ, մենք խոսելու ենք, գոռալու ենք, աղաղակելու ենք, քանի որ ինչպես տեսնում եք, մահվան ելքը հատկապես կանանց շրջանում է։ Եթե մենք չենք զլացել եւ տղամարդկանց հանդեպ նաեւ հոգեբանական բռնության մասին եթերում խոսել ենք, ամեն դեպքում այնտեղ չկա մահվան ելք։ Ինչ է ստացվում։ Բռնությունը մահվան ելքով
Արմատները ընտանիքն է։ Ես չեմ կարող տղայի ընտանիքի հետ կապված այսօր որևէ վերլուծություն անել չճանաչելով, բայց կարող եմ տեսակետս ասել եւ տեսությունը պնդել, որ բռնության արմատները գալիս են մանկությունից։ Բռնությունը արդարացված մեծացնելը եւ բռնության վրա ծիծաղելը եւ ծաղրանքից մինչեւ ծեծ ճանապարհը չնկատելը բացառապես ընտանիքի բեռն է, բայց ընտանիքը հասարակության բջիջն է։ Եթե այս եւ նման եթերները չեն դառնում լուսավորչական եւ կանխարգելիչ, ապա այստեղ պետք է հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը, որոնք նույնպես շատ հաճախ արդարացնում են բռնությունը։ Դե իր ընտանիքն է, դե իր կինն է։ Ես այնքան վստահ եմ, որ փողոցում բռնության տեսարանին ոչ ոք չի արձագանքում, կամ եթե սուր աղաղակներին մոտենում են արձագանքում են, տղամարդը կարող է պտտվել եւ ասել ընկերս, կինս է, իրար չենք հասկացել։ Այո, կինդ է եւ պարտավոր չէր մահանալ, նա պարտավոր էր լինել ուրախ եւ երջանիկ քո կողքին։ Ինչպես է ստացվում, որ երրորդ անգամ վարորդական իրավունքից զրկված երիտասարդը, որին նույնպես հայտնում եմ ապրումակցումս, խղճահարությունս, որտեղ նա նույնպես քայլող դժբախտություն է, ցավոք ոչ միայն իր համար, այլև շատերի համար։ Վերջ տանք բռնությանը, դա հասարակության արատ է, իսկ միմյանց հետ սիրո մեջ ապրելը պարզապես ապագայում ավելի լավը ունենալն է։ Խնդրում եմ մեկնաբանություններում դադարեցրեք գրել, որ ուրեմն մի բան արել էր, ուրեմն լեզվին էր տվել, կնոջը հենց այնպես չեն ծեծում։ Դուք ուղղակի ցույց եք տալի, ինչքան ծեծված երեխա եք դուք, ինչքան դժբախտ եւ անօգնական եք դուք, բացառապես զորակցությունս, վշտակցությունս այս ընտանիքին, բայց որը կարծում եմ պետք է այն օրինակը լինի, որ այլևս այս դեպքերը չկրկնվեն։ Մարիամ, ես անձամբ կարծում եմ, որ այո, ինչպես նշեցիք, այստեղ նաև պատկան մարմինները շատ լուրջ գործ ունեն անելու, եւ սա կարող է շատ լավ օրինակ ծառայել շատ ու շատերի համար, եւ սովորաբար այս տեսակի բռնություններ կատարած անձը քանի տարի ազատազրկման պետք է ենթարկվի ըստ օրենքի։ Եթե օրենքի քննարկումը լիներ համապատասխանաբար մեր ոլորտի շրջանակներում, եթե ազատազրկում, ապա ցմահ, բայց որին կողմ չեմ միանշանակ, որովհետև բռնություն իրագործող մարդը հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդն է, նա պետք է ստանա խորքային բուժում, հատկապես հոգեկան առողջության կենտրոններում։ Եվ շատ լավ բան ասեցիք, Մարիամ, որովհետև իսկապես մենք շատերս տեսնում ենք փողոցում ինչ-որ տարօրինակ երևույթներ եւ շատ անգամ մտածում ենք, որ սա մեր խնդրեմը չէ, սա մեր տունը չէ, սա մեր ընտանիքը չէ, եւ այսպես մոտիկ չենք գնում, բայց պետք է եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտող խոսենք այն մասին, որ պետք է վարկյան առաջ զանգահարել ոստիկանություն, քանի որ հենց այդտեղ կարող է լինել մեր շատ մտերիմը եւ Աստված չարասցե վաղը մեր աղջիկը։ Այնպես որ պետք է պարտադիր զգոն լինենք, արթուն լինենք եւ որևիցե բռնությանը ահազանգենք, որպեսզի այդ բռնությունների վերջը իսկապես գա։ Սա լինի վերջին դեպքը, որ մենք լսում ենք, այն էլ այսքան դաժան։ Իրոք շատ կարևոր թեմա է, Մարիամ, ես հուսով եմ, մենք հուսով ենք, որ Աստված տա, մենք վերջին անգամ զրուցենք այս թեմայով, քանի որ արդեն արդի չլինի մեր երկրում, բայց ցավոք սրտի, ինչպես տեսնում ենք, այդքան էլ չի ստացվում։ Մարիամ, շնորհակալություն ձեզ, քանի որ ամեն առավոտ դուք իսկապես գալիս եք մեզ սյուր շատ հետաքրքիր հոգեբանական մոտեցումներով եւ օգնում եք, որպեսզի մեր կյանքը լինի ել ավելի կայացած, ել ավելի շատ այսպես հասուն մտածելակերպով լեցուն։ Շնորհակալություն ձեզ։ Լավ օր, մենք անցնենք առաջ, իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։